Էմա։ Դու ինչ չէիր լսում, Էմա։ Մի մտածիր մայրի մասին։ Չես տեսնում, որ ձեզ մոտ չի ստացվում, չէ՞ Էմա։ Արդեն 20 տարուց ավել է դուք փորձում եք միասին լինել, բայց անընդհատ ինչ-որ բան խանգարում է։ Այդ տարիների փորձը ձեզ ցույց չի տալիս, որ դուք չեք կարող իրար հետ լինել։ Շատ պարզից էլ պարզ է բոլորի համար, ձեր համար, ինձ համար։ Էմա, դուք չեք կարող միասին լինեք։ Դուք միասին չեք լինելու, Էմա։ Չի լինելու, Էմա, չի լինելու։ Ինչ է ասելու ինձ Վիկան։ Ինչ տեղեկություն է հաղորդելու։ Խոսքը վերաբերում է Բերոյանին։ Ինչ կարող է իմանալ Վիկան Բերոյանի մահվան հետ կապված։ Ինչ-որ գաղտնիք պիտի հայտնի ինձ։ Վիկան Բերոյանի աղջկա ընկերուհին է։ Գուցե Բերոյանի աղջիկն է այդ գաղտնիքը բացել Վիկային։ Եվ հիմա նա ուզում է հայտնել ինձ այդ մասին։ Գաղտնիք։ Բերոյանի մահվան գաղտնիքը։ Բարև ձեզ։ Բարև Վիկա, լավ ես։ Գնանք։ Վահեի, Ռուբոյի տղայի հետ կապ պահպանում ես։ Հա, մայր, հաճախ ենք տեսնվում։ Գիտեք, շատ ենք մտերմացել։ Տարօրինակ է, Ռուբոյի երեխան է, նրա արյունը, բայց շատ հարազատ ու մտերիմ է դարձել ինձ այդ երեխան։ Լավ է։ Ուրախ եմ քեզ համար եւ այդ երեխայի։ Իսկ Բերոյանի աղջկա հետ ընկերությունը շարունակվում է։ Ավելի շատ զանգերով, քան հանդիպումներով։ Նրա ամուսինը Գոր Ղասումյանը դեմ է մեր ընկերությանը։ Ինչի։ Ինչ պատճառով։ Դե ես Արմենի հորաքրոջ աղջիկն եմ։ Մտածում եմ, որ կարող եմ կապ ստեղծել Նանայի ու Արմենի միջև։ Բացահայտ չի ասում, բայց զգում եմ, որ չի խրախուսում մեր ընկերությունը։ Ուրեմն դու վերջերս Բերոյանների հետ չես հանդիպել։ Չէ, ինչ եք հարցնում։ Դե ես մտածում էի այն տեղեկությունը, որ դու ինձ ուզում ես հայտնել, նրանցից է գալիս, Բերոյանի աղջկանից կամ այդ անունը ոնց էր, Գոր Ղասումյանից։ Ընդհակառակը Մհեր, նրանք ես մասին ոչինչ չգիտեն։ Նրանք միջև հիմա էլ կարծում են, որ Բերոյանի մահը դժբախտ պատահար էր։ Ինչի։ Այդպես չի։ Չէ, Մարլեն Բերոյանին սպանել են։ Սպանել են։ Նրա վրա կրակել են։ Վիկա, դու հասկանում ես, ինչ պատասխանատու հայտարարություն ես անում։ Դա ստույգ է։ Ես ինքս եմ լսել։ Վիկա, որտեղից քեզ այդ ինֆորմացիան։ Մեր տանը Ալան ու Բերոյանի կինը խոսում էին, ես պատահմամբ լսեցի։
Բերոյանի կինը եկել էր ձեր տուն։ Ալայի մոտ։ Ալայի թե Ռուբոյի։ Չէ, Ալայի, նա նույնիսկ հարցրեց Ռուբոն տանն է, թե ոչ, նա չէր ուզում, որ Ռուբոն լսի այդ խոսակցությունը։ Դա գաղտնի խոսակցություն էր։ Բայց ես որքան գիտեմ, Բերոյանի կինը մայրդ Ալան։ Հա, Ալան։ Այդքան էլ մտերիմ չեն իրար։ Թեթևակի ծանոթ են։ Ինչ ընդհանուր բան կարող է լինել Բերոյանի կնոջ եւ Ալայի միջև։ Ինչը կարող էր Բերոյանի կնոջը բերել Ալայի մոտ։ Ինձ թվում է ընդհանուր գաղտնիքը։ Նրանք երկուսով գիտեն մի բան, որ հայտնի է նրանց երկուսին։ Ըստ երևույթին Ալան ասել է Բերոյանի կնոջի կրակոցների մասին։ Ալան։ Իսկ Ալան երևի Ռուբոն է ասել։ Ռուբոն այդ գիշեր այնտեղ է եղել։ Որտեղ։ Աշտարակի օբյեկտը Ռուբոն է աշխատացնում։ Նա որ իմացել է Բերոյանը պետք է գնա այնտեղ, ինքն էլ է գնացել։ Ու այդ գիշեր լսել է կրակոցները։ Չի բացառվում, որ հենց Ռուբոն է կրակել։ Գիտեք, մայր, ես նրանից ամեն ինչ սպասում եմ։ Չէ, մայր ջան։ Դու ես միայն սպասի ախպեր, շարունակեք նորմալ քեֆ արեք ախպեր։ Չեմ կարող զբաղված եմ։ Բերոյանի արձանն եմ շինում։ Չէ, այսինքն ես չեմ շինում, կանդակը գործն է շինում։ Պես է, պես են ինչ կարավոր։ Ինչ որ ասի ես տղեն է ձվել լինում է, բա ոնց։ Բա կասկածում էի, հա ցավը տալեմ։ Հա ես եմ ասում, հա։ Դուք շարունակեք մայր ջան, բրատ ջան։ Հա չէ չեմ կարող գալ։ Լավ քեֆ կանեք։ Հա, եղավ։ Ալջան մի բան չուտեք։ Ուշ է։ Ալ, ինչ է եղել, մի տեսակ վախեցած ես։ Չէ, ոչ մի բան։ Ալջան, ես քեզ նոր չեմ ճանաչում, 10 տարի միասին ենք ապրում։ Աչքերիցդ է երևում, վախեցած ես։ Չէ։ Ալաջան, կողքից սենց տղա, իմ նման տղեն է, ինչից պետք է վախենաս։ Բան ա եղել, Ալլա։ Չէ։ Դե նա։ Ալլա ջան, ես հեսա կգնամ մի հատ ուտելու բան կգտնեմ։ Իսկ դու այս ժամանակ մտածի, թե ինչ ես ասելու։ Որ գամ, իմանամ թե ինչից ես վախեցած։ Սառնարանում ամեն ինչ էլ կա, լիքն է։ Աստված չանի պակասի։